Ֆիլերի հնարավոր բարդությունները որոնք են։ Չի ներծծվում, տարածվում է միգրացիա ասվածը։ Այո, միգրացիան է առաջին բարդությունը, որը առաջանում է, երբ որ մենք չափն անցնում ենք բարակ շուրթների հետ, առաջին այցելությանը տեղափոխվում է այլ հատված ֆիլերը, որտեղ որ մենք չէինք ցանկանում, որ դա գտնվի, օրինակ վերին շուրթի սահմանից դուրս է գալիս դեպի քիթ, եւ բարդություններից են տարածված հյուսվածքի նեկրոզը, երբ որ սխալ ձևով է ներարկվում, անոթի մեջ է ընկնում ֆիլերը, գնդիկների անհավասարությունների ձևավորումն է, միգրացիան արդեն նշեցինք, ալերգիկ ռեակցիաներ ավելի հազվադեպ են դիտվում, հատկապես եթե գիտոկային չպարունակող ֆիլերներ ենք օգտագործում։ Դրա համար հորդորս այն է, որ օգտվեք բարձրորակ ֆիլերներից, դեռ որ եվրոպական արտադրության ֆիլերներն են, որ ավելի որակապես բարձր են, միանշանակ ոչ հարավկորեական կամ չինական, եւ դրանք հնարավոր է հեռացնել հիալուրոնիդազայի միջոցով, իսկ անորակ ֆիլերները, սիլիկոններ պարունակող ֆիլերներն են, մի քանի անգամ ներարկելիս նույնիսկ կարող են չհեռանալ եւ մենք բարդության տակից շատ դժվար դուրս գանք։ Դեմքի որ հատվածներում է կարելի անել ֆիլեր, որ հատվածներում չի կարելի եւ որ դեպքերում է որ կարելի է, բայց ցանկալի չէ։ Մեր հայկական քիթիկները ցանկանում ենք հաճախ շտկել։ Մեծ խնդրանք ունեմ, թողեք քթի գործը վիրաբույժներին։ Ունենք այստեղ անոթներ, որոնք կապված են մեր ակնահատակը անոթավորող անոթների հետ, եւ օրինակ, եթե մենք ասեղով կատարում ենք ներարկում քթի հատվածում, որպեսզի սապատը շտկենք ֆիլերի միջոցով կամ ծայրը շտկենք, մենք կարող ենք ֆիլերը ունենալ անոթի մեջ, մշտական կուրություն։ 400 դեպքից քիչ է գրանցվել նման դեպք։ Բայց գրանցվել է, իսկ ով է ասել, որ մենք չենք լինելու օրինակ 351-րդը։ Հիմա շատ ռոպագանդվում է նաև ուլտրաձայնային հսկողության տակ քթի ներարկումները, որպեսզի անոթի մեջ չընկնեն։ Բայց միևնույն է, այս հատվածի ֆիլերի ներարկումից ես հրաժարվում եմ, քանի որ մի միլիմետրի տատանումը ձեռքի, իսկ մենք ոչ ոքս ռոբոտ չենք, կարող ենք տատանվել, կարող է բերել նաև որ ֆիլերը հայտնվի անոթի մեջ։ Իսկ աչքերի տակ ինչ խնդիր է լուծում, որ աչքերի տակ հիմնականում կատարում են, երբ որ փոսություն կա կամ շատ թույլ արտահայտված պարկեր կան եւ անհրաժեշտ է կոծկել։ Տիրապետում եմ, կատարել եմ, բայց փորձը ցույց է տվել, որ որոշ ժամանակ հետո հենց աչքի տակի հատվածից նույնիսկ անվտանգ ձևով, գեղեցիկ ձևով կատարելու դեպքում չի ներծծվում ֆիլերը։ Ժամանակ հետո, երբ որ մկանը թուլանում է ակնագնդի տարիքի հետ բոլորինս է թուլանում, այդ ֆիլերը այսպես պարկի պես դուրս է գալիս եւ կարիք է լինում հեռացնելու։ Խորհուրդս այն է, որ աչքերի տակի հատվածում պացիենտները կատարեն կամ բիոռևիտալիզացիաներ, կամ մեզոթերապիաներ, ապարատային մեթոդներ, ամրացնեն մաշկը, X տարիքում էլ, երբ որ դա այլևս չի օգնում, դիմեն բլեֆարոպլաստիկայի։